Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի բնակիչ Գայանե Ամիրջանյանի և նրա հարևանների միջև կոնֆլիկտը տարիներ շարունակ չի դադարում։ Արդեն 9 տարի է նա բնակվում է իր հայրական տանը և ինչպես ինքն է ասում, ապրում է միայնակ իր 5 կատուների հետ։ Գայանեն հաշմանդամություն ունի։ Նրա խոսքով առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է տեղաշարժվում և քայլելիս հաճախ ստիպված է լինում պատերից բռնվել։ Նա պնդում է, որ իր կատուները ոչ ոքի չեն անհանգստացնում, սակայն հարևանները պատճառ են գտնում ամեն օր իր հետ վիճաբանելու համար։ Գայանեի պատմելով, սկզբում վեճերը կենցաղային բնույթ են ունեցել, սակայն հետագայում հարևանների դժգոհությունների հիմնական թեման դարձել են իր կատուները։ Շարունակական վիրավորանքներ, սպառնալիքներ, մինչև որ միջամտել է տեղի ոստիկանը։ Օգոստոսի 5-ի երեկոյան ես իջնում էի նորից բռնվելով կատվին, որ հանեմ դուրս ու դուռը փակեմ պատժեզդի։ Իրանք ինձ ճանապարհին աստիճաններին իմ առաջը դեմս դուրս եկան ու բարձր վրաս գոռալով սկսեց սպառնալ, որ կատուներիդ հեռացրու, թե չէ ես մկնդեղ եմ շախ տալու, սպանեմ քո կատուներին, հետո էլ մենք ինձ պետք է անենք, որ դու ստեղ չապրես։ Գայանեի պատմելով, շենքի հարևանները միավորվել են իր դեմ և նպատակ դրել իրեն բնակարանից դուրս հանել։ Մեկ ասում են, թե երեխաները վախենում են կատուներից, մեկ էլ դժգոհում են, որ կատուների մազերը թափվում են։ Իրանք ամիսներով, տարով պատժեստ չեն ավլում, իսկ ես ինվալիդ աղջիկ եմ, բռնվելով 2 հարկ ավլում եմ, դրա հետ մինչև առաջի հարկը դռներից հետ թացով մաքրում եմ, իրանց աղտոտած ցեխոտ երեխեքի ոտնատերը հացով են բացում։ Գայանե Ամիրջանյանը անկախ առողջական խնդիրներից չի պատրաստվում հրաժարվել իր կատուներից, քանի որ ոչ միայն շատ է սիրում նրանց, այլև նրանք հոգեբանական և դրական զգացողություններ են հաղորդում։ Ինձ միշտ պատժեզդում ծեծում են, հարձակվում են ու ամբողջ պատժեզդը իրանց համար սարքել են պատվալ, ինչ ուզում են անում են, իսկ ես ոչինչ իրավունք չունեմ։ Անգամ իմ դռան տակ ես մի ցելոֆանով փայտը, որ մի 2 րոպեով դնում եմ, որ պետքա տուն դնեմ, արդեն քացով տալիս են, շպրտում են, իմ դուրը թակում են, որ ինչի համար է իմ դռան տակ ինչ-որ բան դրած։ Գայանեի պատմելով, օգոստոսի 7-ին ոստիկանության աշխատակից է այցելել իրեն։ Նա ասում է, որ ոստիկանն իրեն ներկայացրել է հարևանների բողոքները և խոսել կենդանիների պահման հետ կապված հնարավոր իրավական խնդիրների մասին։ Ոստիկանն ինձ վախացնում էր, որ ինձ դատահասնում, որ ես կենդանի եմ պահում, հարևաններն ինձանից բողոքում են։ Ոստիկանն արձանագրել է, որ Գայանե Ամիրջանյանի տունը շատ մաքուր է, շքամուտքն էլ աղտոտ չէ, բայց իրենից հասնում է իր աշխատանքն անել, հորդորելով տանը կենդանի չպահել, նրանց հանձնել համապատասխան կազմակերպությունների։ Ասեց, եթե հանկարծ այդ բաները չանեք, հարևանները ճիշտ են, նրանք իրավունք ունեն քո հանդեպ բողոքեն ու դու կկանգնես մեծ խնդիրների առաջ։ Բացներ կան դրա համար։ Գայանեի պահանջը շատ պարզ է՝ թույլ տալ իրեն հանգիստ ապրել իր տանը, պահպանել իր կենդանիներին և հարևանների հետ խնդիրները լուծել ոչ թե վիրավորանքների ու սպառնալիքների, այլ օրինական ճանապարհով։ Գայանեն ցանկանում է, որ իր խնդրով զբաղվեն նաև կենդանիների պաշտպանության կազմակերպությունները։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։